Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Վարչապետ Փաշինյանը հաստատել է, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենն աշխատանքից ազատվել է իր ցուցումով Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու համար։ Ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում։ Իրանի նոր առաջնորդը պնդում է, թե Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա, իսկ ամերիկյան բազաները դուրս բերվեն տարածաշրջանից։ Թրամփի համոզմամբ Իրանը ջախջախված է։ Քաղաքագարակի բնակիչները ապրում են պղնձամոլիբդենային կոմբինատով եւ անցակետով։ Սահմանամերձ Մեղրիում սպասում են պատերազմի ավարտին, գների աճն արդեն նկատելի է։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին զուգահեռ իրավապահները հարցաքննության են կանչել կառույցի աշխարհիկ անդամներին։ Համակարգը ես կարևոր եմ համարում հակակոռուպցիոն։ Կառավարությունը կրկին միլիարդների պարգևավճարներ է բաժանում։ Բացի բարձր աշխատավարձից, որը անհրաժեշտ պայմանն է կոռուպցիան նվազեցնելու, պետք է հաշվի առնել նաև թափանցիկության, հաշվետվականության, վերահսկողության մեխանիզմների առկայություն։ Պաշտոնապես հաստատվեց այն, ինչ վերջին օրերին միայն կուլիսներում էին քննարկում Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենն աշխատանքից ազատվել է, անձամբ վարչապետ Փաշինյանի ցուցումով Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու համար։ Ակադեմիական շրջանակների աշխատանքի նես միջամտությունը Նիկոլ Փաշինյանը բացատրել է, Արցախի մասին խոսելը պատերազմի վտանգ է։ Սա պետություն է, հարգելիներս։ Սա պետություն է։ Իսկ պետությունում Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը չի կարող Արցախի թեմայով գիրք նվիրել Միացյալ Նահանգների փոխնախագահին, որովհետև պետությունը փակել է Արցախի հարցը։ Վարչապետ Փաշինյանն այսօր հաստատեց, ինքն է ինստիտուտի տնօրենին հեռացնելու ցուցում տվել։ Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումը եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև գիրք նվիրելը, հա, դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործողություն։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Փաշինյանը շարունակում է հիմնավորել երկրում արտաքին քաղաքականությունը վարում է կառավարությունը, պետական պաշտոնյաները պիտի հետևեն դրան։ Երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ նշանակում։ Այս երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Ինչ գիրք է նվիրել Ցեղասպանության թանգարան ինստիտուտի արդեն նախկին տնօրենը Վենս Ամուսիններին։ Ազատությունը հենց այդ օրն էր տեսանյութ պատրաստել։ Այստեղ Էդիտա Գզոյանը պատմում է 5 գրքեր է նվիրել։ Դրանցից մեկը ամերիկյան մամուլի արձագանքն է հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ 1905-1921 թվականներին։ Պատմական վկայությունների ժողովածու է, ոչ թե Արցախյան հիմնահարցի թեմայով գիրք։ Անդրկովկասում թաթարների ուրեմն վերաբերմունքը հայերին, նրանց ագրեսիան հայերի նկատմամբ էլի վերցված ուրեմն ամերիկյան մամուլից։ Ինչու է ամերիկյան մամուլի այս հավաքածուն որակվում քաղաքական սադրանք ու շեղում Հայաստանի արտաքին քաղաքականությունից։ Էդիտա Գզոյանը հրաժարվեց մեկնաբանությունից։ Իդեպ, թե այս ժողովածուն, թե մնացյալ գրքերը հուշահամալիր այցելող բարձրաստիճան դեմքերից շատերին են նվիրել։ Վենս Ամուսինների այցը բառացիորեն կրկնել է նախորդ պաշտոնական այցերի սցենարը։ Նույնիսկ երթուղին է նույնը։ Մեծ Եղեռնի հուշահամալիրից բացի Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված 3 խաչքարերի մոտ, հետո Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկների գերեզմանին։ Պետություն եք, թե սա բանա, ինքնագործ խմբակ է, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք բանանում, փորձարկում։ Զայրանում է Փաշինյանը տեղի ունեցած այդ գիրք նվիրելը համարում պետական արարողակարգից դուրս մի բան։ Թանգարան ինստիտուտից տեղեկացանք, սակայն, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցից առաջ կառավարական արարողակարգից որևէ ճշտում, առաջարկ, դիտարկում, համաձայնեցում չի եղել։ Ոչ մի հանձնարարություն, որ տարիների ավանդույթը պետք է փոխել։ Հայտնի չէ վարչապետ Փաշինյանն արդեն պատժել է պաշտոնական արարողակարգի պատասխանատուներին, թե այդ քայլը դեռ առջևում է։ Շատ վարքյանական շտապ բաներ։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտում այսօր առույգ էր միայն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Դիվանագետ վարչապետ Փաշինյանի նախկին օգնական, նրա աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանը արդեն զբաղեցնում է Դիտագզոյանի աշխատասենյակը, բայց պաշտոնական նշանակումը վաղը կլինի։ Տեղյակ չեմ բացարձակապես չգիտեմ ինչի մասին է խոսքը գնում, ինչ գիրք է եւ սխալ կլինի ինձ հարցնել հիմա մեկնաբանություններ տվել հարցի վերաբերյալ։ Ես վաղը կանցնեմ աշխատանքի, երևի թե ավելի ձեզ հետ կզրուցեմ, հա։ Ասած բոլոր հարցերին կպատասխանի, երբ նշանակում լինի։ Միայն մի հարցի անմիջապես արձագանքեց. վարչապետի կողմից ճնշում չէ ակադեմիական հաստատության վրա։ Ոչ մի ճնշում տեղի չի ունենում, ակադեմիական աշխարհը, այսինքն այս հիմնարկը, այս հաստատությունը պետք է շարունակի իր աշխատանքը նույն հունով, ինչով որ աշխատել է։ Այստեղ Արցախի բաժին կա։ Այո, այսինքն բոլոր բաժինները շարունակում են իրենց աշխատանքը, բոլոր գիտնականները շարունակում են իրենց աշխատանքը։ Ես ասում եմ բոլորը։ Թանգարան ինստիտուտի բաժիններից մեկը կոչվում է Արցախի, Նախիջևանի եւ Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժին։ Ազատությունն արդեն պատմել է, որ Դիտագզոյանին պարտադրված հրաժարականից հետո Թանգարան ինստիտուտի ամբողջ անձնակազմը 74 հոգի վարչապետի ներդիմել այդ պարտադրանքը վերանայելու խնդրանքով։ Համարում են, որ Գզոյանը բարձրակարգ գիտնական է ու ինստիտուտին մեծ հաջողություններ է բերել։ Արտառոց է այն, որ կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը այս հաստատությունը կառավարող հոգաբարձուների խորհրդի անդամներին ու աշխատակիցներին տնօրենի ազատման բոլորովին այլ հիմնավորում էր ներկայացրել։ Դե մեզ ասում են, որ դա շինարարության հետ կապված խնդիր է, բայց միտսակ անլուրջ է։ Հոգաբարձուների խորհուրդը գլխավորող ֆրանսահայ ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգյանը մի քանի այլ անդամներ այս սկանդալի պատճառով վայր են դրել լիազորությունները։ Դրանց թվում նաև ազգագրագետ Հրանուշ Խարատյանը, որ համաձայն չէր Գզոյանի հեռացման հետ, բայց միայն այսօր Փաշինյանից տեղեկացավ, որ շինարարությունը չէ պատճառը։ Ճիշտն ասած, ինձ համար շատ մեծ անակնկալ էր այն իմաստով, որ 30 տարի է մենք խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանի նախագահը ձևավորում է ակադեմիական միջավայրի ասելիքը։ Միշտ գրել ենք այդ մասին, որպես դատապարտում ընդհանրապես ակադեմիական աշխատանքի նկատմամբ։ Այսօր մեր նախագահն է վարչապետը կարծեք թե ինքն է մտնում այդ ոլորտ եւ ինքն է որոշում ակադեմիական ազատությունների եւ գիտահետազոտական կենտրոնների ասելիքի եւ անելիքի շրջանը։ Խարատյանի կարծիքով Փաշինյանի խոսքը սպառնալիք է ակադեմիական ազատությանը։ Հիշում է խորհրդային տարիներին Ադրբեջանի ճնշմամբ Հայաստանի Կոմկուսը գիտնականներին ստիպում էր ոչ թե միջնադար ուսումնասիրել, այլ դասակարգային պայքարը օրինակ։ Մենք վերադառնում ենք մի տխուր իրավիճակ, որը վաղուց արդեն հայտնի է իր երկրների եւ ժողովուրդների նկատմամբ սադրիչ գործողություններով։ Ըստ Խարատյանի սադրիչն այս արգելանքն է, ոչ թե գիրք նվիրելը։ Այժմ էլ միջազգային լրահոսի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում պատերազմի վերջը չի երևում։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն իր առաջին ուղերձում նոր հարձակումներով վրեժով է սպառնացել։ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին գրեթե ամենօրյա հավաստիացումներ է անում, թե Իրանը ջախջախված է, միաժամանակ ամերիկյան զինուժը դեռ չի պատրաստվում դադարեցնել գրոհները։ Վաշինգտոնը չի ընդունում Մոջտաբա Խամենեիի լեգիտիմությունը։ Իրանը կլուծի իր նահատակների արյան վրեժը եւ փակ կպահի Հորմուզի նեղուցը որպես ճնշման միջոց։ Երկրի գերագույն հոգևոր առաջնորդն ընտրվելուց 4 օր անց հայտարարել է Մոջթաբա Խամենեին։ Նոր պաշտոնում սա նրա առաջին ուղերձն է, որն ընթերցվել է պետական հեռուստաընկերության եթերում։ Պատերազմի առաջին օրերին վիրավորում ստացած առաջնորդը ընտրվելուց հետո սակայն դեռ չի ներկայացել հանրությանը։ Խամենեին ասել է, որ տարածաշրջանում ամերիկյան բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն, այլապես դրանք հարձակման կենթարկվեն։ Մենք հավատում ենք հարևանների հետ բարեկամությանը եւ թիրախավորում ենք միայն բազաները, եւ մենք անխուսափելիորեն կշարունակենք այդ հարվածները։ Սպանված հոգևոր առաջնորդի որդին իրանցիներին միասնության կոչ է արել, նաև նշել, որ Իրանը մեջբերում են փոխհատուցում կպահանջի թշնամիներից կամ կոչնչացնի նրանց ակտիվները։ Մինչ այդ Իրանի խորհրդարանի խոսնակը անդրադարձել էր հաղորդումներին, թե ԱՄՆ-ն մտադիր է գրավել իրանական Խարկ կղզին։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել էր, իրանական հողի դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում Պարսից ծոցը մեջբերում են զավթիչների արյամբ կներկվի։ Անվտանգության ծառայության ղեկավարն էլ պատասխանել է Թրամփի հայտարարությանը, թե ԱՄՆ-ն կարող է 1 ժամում ոչնչացնել Իրանի էներգետիկ համակարգը։
դեպքը։ Ալի Լարիջանին զգուշացրել է, եթե նման բան անեն, ապա կես ժամում ողջ տարածաշրջանում խավար կտիրի, ինչը լավ հնարավորություն կլինի մեջբերում եմ ամերիկացի զինվորներին որսալու համար։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն իր հերթին հայտարարել էր, որ պատերազմը կդադարի, եթե ապահովվեն Իրանի պահանջները, ճանաչել Իրանի օրինական իրավունքները, փոխհատուցում վճարել պատճառված վնասի դիմաց եւ միջազգային ամուր երաշխիքներ տալ, որ հետագայում հարձակում չի լինի երկրի վրա։ Դոնալդ Թրամփն ավելի վաղ պնդել էր, թե ԱՄՆ-ն հաղթել է Իրանի դեմ պատերազմում, սակայն ամերիկյան ուժերը կշարունակեն ռազմարշավը, մինչև գործն ավարտին հասցվի։ ԱՄՆ նախագահի խոսքով առ այսօր ոչնչացրել են Իրանի 58 ռազմանավ եւ ականներ տեղադրող 31 նավ, ավիացիան, հրթիռային կարողությունների եւ անօդաչուների մեծ մասը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ Իրանը օրեցօր կորցնում է իր օդային կարողությունները։ Մինչ Թեհրանն իր պայմաններն է առաջ քաշում, Վաշինգտոնն էլ պատերազմն ավարտելու մասին ակնարկներ չի անում, շարունակվում են փոխադարձ հարվածները։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր հարվածներ է հասցրել Իրանի կառավարական ենթակառուցվածքներին, նաև մեկ թիրախ, որը իսրայելական կողմի պնդմամբ կարևոր է Թեհրանի միջուկային զենք մշակելու ծրագրերի համար։ Ըստ իրանական լրատվամիջոցների հարձակման են ենթարկվել Արաք, Ֆարդիս քաղաքները, Ռաբաթ Քարիմի արդյունաբերական գոտին, կանտ ուժածներ, հարվածների ֆոնին Շվեյցարիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Թեհրանում։ Պատերազմի ընթացքում ըստ իրանական աղբյուրների Իրանում սպանվել է 1300 մարդ, վիրավորվել 12000-ից ավելին։ ՄԱԿ-ի տվյալներով երկրում 3 միլիոնից ավելի մարդ է տեղահանվել։ Զուգահեռ Իսրայելը նաև հարվածում է Լիբանանին, բանակը հայտարարել է, որ երկրի հարավում ոչնչացրել է Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի հրթիռների արձակման կետեր եւ զինապահեստներ։ Իսրայելական հարվածներից Լիբանանում եւս զոհեր եւ վիրավորներ կան։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումն իր հերթին հայտարարել է, որ գիշերը 100 հրթիռ է արձակել իսրայելական քաղաքների եւ բազաների վրա, ամենամասշտաբային հարձակումը պատերազմի սկսվելուց հետո։ Տուժածների մասին չի հաղորդվում, վնասվել է ռազմական տեխնիկա։ Իսրայելի պաշտպանության նախարարը Լիբանանի նախագահին զգուշացրել է, եթե չեն կարողանում վերահսկել Հեզբոլլային, ապա իրենք ստիպված կլինեն գրավել լիբանանյան տարածքները եւ անձամբ անել դա։ Լիբանանում պատերազմի ընթացքում սպանվել է 634, վիրավորվել ավելի քան 1500 մարդ։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի անվտանգության գործակալության գլխավոր շտաբին եւ 2 ավիաբազայի։ Իսրայելում իրանական հարվածներից առ այսօր սպանվել է 14 մարդ, վիրավորվել ավելի քան 2000-ը, որից 179-ը վերջին 24 ժամում։ Իրանը նաեւ շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին Բահրեյնում, Օմանում, Քուվեյթում հարվածել են միջազգային օդանավակայանին, բնակելի շենքի։ Ծոցում եւս 3 նավթատար է հարձակման ենթարկվել, 2-ը Իրաքի մոտ, նավերից մեկը ըստ Իրանի ամերիկյան է։ Իրաքը կոչ է արել պաշտպանել ծովային ուղիները ծոցում։ Հյուսիսային Իրաքում հրթիռը հարվածել է իտալական ռազմաբազային։ Ծոցի երկրների վրա Իրանի հարձակումները ընդունած բանաձևով դատապարտել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Ռուսաստանը եւ Չինաստանը ձեռնպահ են քվեարկել։ Շարունակվող պատերազմի ֆոնին դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհի սպառվող նավթի մոտ 20%-ը։ Չնայած միջազգային էներգետիկ գործակալությունը երեկ հայտարարեց, որ նավթի պահանջարկը բավարարելու համար 400 միլիոն բարել նավթ կօգտագործի ռազմավարական պաշարներից, նավթը կրկին թանկացել է անցնելով $100 շեմը։ Թեև Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կապահովի նեղուցով անցնող նավերի անվտանգությունը, ԱՄՆ էներգետիկայի նախարարն ասել է, որ Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ դրան, բայց դա տեղի կունենա մեջբերում եմ շուտով։ Տարածաշրջանում ամերիկյան եւ իսրայելական բանկերին հարվածելու Իրանի երեկվա սպառնալիքից հետո ամերիկյան խոշորագույն City-բանկը հայտարարել է, որ կփակի իր բոլոր մասնաճյուղերը ծոցի երկրներում, բացառությամբ մեկի։ ՄԱԿ-ի տվյալներով պատերազմի 2 շաբաթների ընթացքում 3.2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տունը Իրանում։ Կառույցի կանխատեսումներով այս թիվը կշարունակի աճել մարդասիրական կարիքների մտահոգիչ սրմամբ։ Այժմ էլ տեղափոխվենք հայ-իրանական սահման մեղրի, որտեղ վերջին օրերին աշխատում է մեր թղթակից Ռոբերտ Սարգարյանը զրուցում ժամանող իրանցիների հետ։ Բարի երեկո, Ռոբերտ, ինչ իրավիճակ է այդտեղ, կարծես այսօր քո զրուցակիցները տեղացիներն էին։ Բարի երեկո, Կարլեն, այո, ճիշտ ես ասում, այսօր ես տեղացիների հետ զրուցեցի, որովհետև Իրանում շարունակվող ռազմական գործողությունները ուղղակիորեն են ազդում այս տարածաշրջանի, այս շրջանի ընդհանրապես մեղրի, Ագարակի, հարակից այլ բնակավայրերում ապրողների վրա, քանի որ նրանց առօրյայի կարելի ասել անբաժանելի մասն է եղել անցակետն անցնելը եւ այն կողմից առևտուր անելը, ամենատարբեր ապրանքներ տեղական գների համեմատ ավելի
էժան գնով մարդիկ ձեռք էին բերում, գալիս էին այստեղ, անգամ հյուրանոցներում, խանութներում պարսկական ապրանքները բավականին շատ են այստեղ, թեյից բռնած մինչև անձեռոցիկներ ու լվացքի փոշի, ընտանիքներում սա սովորական էր, սակայն արդեն 2 շաբաթ է շարժը դժվարացել է, մարդիկ ասում են, որ այժմ չի ստացվում գնալ, խնդիրներ կան այն կողմում տեխնիկական, չի ստացվում գնալ եւ նույն առևտուրն անել ու վերադառնալ ու ընդգծում են, որ եթե այս ամենը ավելի երկար շարունակվի, արդեն գուցե գների վրա ազդեցություն լինի, օրինակ խանութներում վաճառվող այս նույն ապրանքների ագարակում էինք հարցում անցկացնում այսօր, պատմում էին, որ ընդհանուր առմամբ համայնքները ապրում են այս առևտրի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հաշվին, եթե այս մի ապրուստի այս մի տարբերակը, որովհետև մարդիկ պատմում են, որ սրանով մարդիկ իրոք ապրուստի միջոց է իրենց համար ավելի էժան ապրանքներ բերելը, եթե սա չլինի, լուրջ խնդիրների առաջ կկանգնեն, թե ինչ էին պատմում ագարակի բնակիչները, առաջարկում եմ հիմա դիտել։ Այս ընթացքում չեն գնում, փակա։ Գնում էին, հա, գիտեմ, որ գնում էին։ Բանար մեծ է այդ շարժը ստեղ են։ Շատ, հա, իհարկե, մեզ համար շատ մեծ նշանակություն ունի հեղուկներ, ամանի, լվացքի, տնտեսական ապրանքներ ու նաև սնունդ։ Օրինակ բերում են ստեղի ապրանքների համեմատ, ինչքան է։ Շատ, կեսգին կարելի ասել, հա։ Իսկ բերում են իրանց տան համար, թե նաև վաճառվում է։ Վաճառքը չգիտեմ, կլինեն էլի վաճառողներ, բայց հիմնականում իրանց համար։ Մենք ձեր ընտանիքում չեք օգտագործում։ Մենք մեզ համար, ամուսինս է մեկ գնում բերում մեզ համար։ Ինչեր է, հեղուկներ, անձեռոցիկ, հա, սնունդը շատ քիչ, ձեթ, այդպես բրինձ, շաքար, այդպես բաներ։ Իսկ եթե սենց երկար շարունակվի, ոնց կարա տուժի բնակչությունը ստեղ։ Շատ կտուժի, որովհետև քաղաք ագարակի բնակիչները ապրում են պղնձամոլիբդենային կոմբինատով եւ անցակետով։ Շատ են գնում, լիքն են։ Դե հիմա ասում են փակ է, դժվարացել է։ Չեմ անում, բայց գնում են, թանկած չեն գնում շատ այ, ոնց որ թանկացել է։ Բայց ախտերությունն է, դա քիչ մարդիկ է, շատ լավն է։ Գնի պատճառով արդեն գնում։ Գնի պատճառով շատ չեն գնում, հա, ջիգա։ Չեն աշխատում ոչ մի տեղ ապրելու միջոց դա էլի գնում գալիս են։ Հիմա ոնց հասկանում եմ, այս 2 շաբաթ արդեն այդ շարժը քիչ է։ Շատ քիչ է, հա, քիչ է։ Ինչ են պատմում, ինչի չեն գնում։ Թանկա, թանկացել է ասում։ Ապրանք թանկա։ Հիմա այս 2 շաբաթը ինչ ընդեղ էս վիճակն է Իրանում։ Մարդիկ ձեր ընտանիքում կամ ծանոթները էլի գնում են առևտուր անել։ Չէ, չեն թողնում առևտուր։ Իսկ դուք անձամբ գնում եք։ Չէ, հազվագյուտ ես շատ նախկինում ավտոյով գնացել եմ, նախկինում շուտ, բայց հիմա չէ։ Ինչ որ մի տարբերություն զգում եք գների հետ կապված կամ։ Դե առայժմ հələ ոչ, առայժմ ոչ, բայց հետագայում չգիտեմ։ Դե բնական է, հիմա ասենք պատերազմական է բոլոր Հայաստանի տնտեսության վրա էլ կազդի, բոլոր դեպքերում հարևանդ որ ոնց ասենք հարևան կռիվ են անում վերջը լավ չէ։ Բոլոր դեպքերում տնտեսության վրա կազդի։ Իսկ հիմնականում որ գնում են ինչ տեսակի ապրանքներ են բերում։ Չգիտեմ, մարդկա սնունդ է բերել, մարդկա ասենք տնտեսական ապրանքներ է բերել, դե չեմ կարող ասել։ Դե բնականաբար ընդ ինչ որ էժանություն կա, բայց իրանք էլ են արդեն ջոկել են որ ստե ինչ գներա, այդքան էլ շատ էժան չի։ Հա որոշ չափով էժան է, բայց տենց էլ։ Դե գիտեք, մարդիկ կան, որ այդ ճանապարհ անցնել գալով են ապրում, աշխատում, ստեղծում, արարում։ Ճիշտ ասած, դες չեմ օգտվել, գներից չեմ կարա ոչինչ ասել։ Իմ պոզիցիան դեղերը, նա ասում են, որ դեղերը։ Այնտեղ շատ է էժան։ Գիտեմ, որ այնտեղից շատ են գալիս, բայց դե մենք աշխատում ենք մեր հայկական ֆիրմաների հետ, կոնկրետ ես։ Շատ կա այդ, որ այնտեղից դեղ են բերում այդ։ Ես չեմ իմանում, անցկացնողներ շատ կան։ Գիտեմ, գալիս են էս տվեք, մնացածը Պարսկաստանից բերում ենք։ Ստենց էլի, դե չես էլ կարող մեղադրես 20 քանի հազար եւ 800 դրամ, 1500 դրամ բնական է, որ կարող են էլի, հա, տենց։ Դե չէ,
Մենք մեր բնական կյանքով ապրում ենք։ Լրատվական կենտրոնն է եթերում, լուրերն անընդհատ թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում, այժմ հաղորդման երկրորդ հատվածի թեմաները։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին զուգահեռ իրավապահները հարցաքննության են կանչել կառույցի աշխարհիկ անդամներին։ Համակարգը ես կարևոր եմ համարում հակակոռուպցիոն։ Կառավարությունը կրկին միլիարդների պարգևավճարներ է բաժանում։ Բացի բարձր աշխատավարձից, որը անհրաժեշտ պայմանն է կոռուպցիան նվազեցնելու, պետք է հաշվի առնել նաև թափանցիկության, հաշվետվականության, վերահսկողության մեխանիզմների առկայություն։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն այսօր ընդհատվել է, քանի որ խորհրդի աշխարհիկ անդամներին քննչական կոմիտե են կանչել։ Քրեական գործովորով մեղադրյալ է նաև կաթողիկոսը, դատական ակտի կատարմանը խոչընդոտելուն է վերաբերում, իրավապահները պահանջում են պաշտոնին վերականգնել կարգալույց հռչակված Մասիսի թեմի առաջնորդին։ Հենց այս գործի պատճառով տապալվեց նաև եպիսկոպոսների արտագնահավաքը, կաթողիկոսից սկսած երկրից դուրս գալու արգելք տրվեց հոգևորականների վրա։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն այսօր տապալվել է։ Քննչական կոմիտեն աշխարհիկ անդամներին այդ նույն ժամին հարցաքննության է կանչել են, որ ձախողեն։ Այսպես է մեկնաբանում Մայրաթորի փոխարեն քննչական ներկայացած Գևորգ Դանիելյանը։ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը ձախողվել է հենց մեր գնալու արդյունքում։ Մայրաթորում մի քանի օր է սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ու այսօր չի շարունակվել քննչականի ծանուցումների պատճառով, երբ ոչ մի հրատապ բան չկար, ասում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, նա էլ է քննչականում եղել։ Այն նույն ժամին, երբ որ պետք է ընթանար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, եւ ըստ էության սա նույնպես եղել է միջամտություն Գերագույն հոգևոր խորհրդի, այսինքն մեր մայր եկեղեցու ներքին գործերին անուղղակի միջամտություն իհարկե, բայց այնուհանդերձ միջամտություն, որևէ հրատապություն ես չեմ պատկերացնում եւ չեմ կարծում, որ որևէ մեկը պատկերացնի։ Խորհրդի 4 աշխարհիկ անդամներին հրավիրել են հենց այն նույն գործով, որ անցած ամիս մեղադրանք առաջադրեցին կաթողիկոսին ու 7 հոգևորականների, արգելեցին երկրից դուրս գալ ու նրանք չկարողացան մասնակցել Ավստրիայում եպիսկոպոսած ժողովին։ Նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Դատարանը պարտավորեցրել է, որ Փաշինյանին միացած նախկին եպիսկոպոս Արման Սարոյանին կաթողիկոսը վերականգնի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Վեհափարի տնօրինությամբ նա կարգալույծ է եղել ու էլ հոգևորական չէ։ Տեղի են ունեցել մի շարք վկայի կարգավիճակով հարցաքննություններ։ Աշխարհիկ անդամներն այս գործով վկայի կարգավիճակ ունեն։ Արդյոք նրանք էլ կդառնան մեղադրյալ, քննչական կոմիտեից չեն մեկնաբանում։ Ես գնում եմ պատարակների եւ տեսնում եմ, որ պատարակի ժամանակ, օրինակ, ընդ որում պատարակի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են, հղում են անում Արցախի հանրապետություն եւ այլն, շատ լավ հասկացան։ Եկեք բոլորը սկսենք ենթադրենք հղում ենք անում Արցախի հանրապետություն, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Մայրաթորում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի տապալմանը զուգահեռ վարչապետը կառավարությունում բողոքեց հոգևորականներից, որ պատարակից հետո մարդկանց հետ խոսում են Արցախի ու արցախցիների վերադարձի մասին։ Արցախի թեման Փաշինյանի մեկնաբանմամբ պատերազմի կրակ է։ Եվ ամեն անգամ, երբ որ խորանից ասենք հղում են անում, երբ որ ամեն ամբյորնից ասում են Արցախի հանրապետություն, այդ պատերազմի բան է, պատերազմի ճանապարհին ոտք դնել է։ Նույն պահին Փաշինյանը հիշեց իր խոսքերը 44-օրյա պատերազմից առաջ. Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Որովհետեւ գիտեմ, հեսա կասեք, բա ինչի եք ասել դուք Արցախ Հայաստան է եւ վերջ։ Աստվածաշնչում մի հատ sense հատված էլ կա, հիմա վստահ չեմ, որ բառացիկը մեջ բերեմ։ Երբ ասում եմ ող parեցինք եւ դուք լաց չեղաք, մոտավորապես կներեք ճշգրտությունը չեմ երաշխավորում, նվակ հնչեցրինք եւ դուք պարտ չեկաք։ Կաթողիկոսն է միջազգային հարթակներում բարձրաձայնում արցախցիների վերադարձի իրավունքի, Բաքվի բանտերում պահվող հայերի ու հայ ժողովրդի մշակութային արժեքների մասին, որ ոչնչացնում են ադրբեջանցիները։ Կտրիչ Ներսիսյանը եւ իր խմբակը կառավարվում է պետական անվտանգության կոմիտեի գործակալի խողովակով եւ տրամաբանությամբ։ Ես սա երբեք չեմ էլ թաքցրել, բայց ինչպես է այդ հոգեվոր ոլորտում այդ խոցերը երեք
ասեցի, խոցելի են դարձնում, որ մարդկանց հեշտությամբ հավաքագրեն։ Նիկոլները կգան ու կգնան, եկեղեցին հավերժ կմնա, մենք մեր ուխտին հավատարիմ ենք։ Եթե մեկը կա, որ Հայաստանում ամենամեծ պատերազմն ու ամենաշատ զոհերն է բերել, Նիկոլ Փաշինյանն է, ում է մեղադրում, զայրանում է Տեր Վրդանես քահանան։ Պատերազմն ու կորուստները Փաշինյանի կառավարության քաղաքականության հետևանքն են, ոչ թե հոգևորականների զրույցների։ Ամենաշատ պատերազմ, ամենաշատ զոհեր եղել են Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, ամենաշատ հաշվանդամներ մեր պատերազմի հետևանքով զոհեր եւ ամենաշատ բախումները եղել են Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքը, թե հայրենիքն ու տները կորցրած մարդկանց մասին խոսելով պատերազմ կգա կեղծ է, ասում է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը։ Նոր պատերազմի ու նոր կորուստների վտանգը Տեր Վրդանեսի տպավորությամբ ուրիշ տեղից է։ Ոչ թե պիտի Արցախի ների հայրենիք վերադառնալու մասին չխոսվի, ոչ թե պիտի ասենք Արցախի հանրապետության անունը չտրվի ռազմաքաղաքական ղեկավարության կան Բաքվի բանտից վերադարձի մասին պիտի չխոսվի, այլ ընդամենը պիտի Նիկոլ Փաշինյանին մենք ձայն չտանք, որպեսզի այս վիճակից ազատվենք։ Վարչապետի այսօրվա զգուշացումը կլրեցնի հոգևորականներին, կհրաժարվեն թեմաներից, որ Փաշինյանն իր խաղաղության ծրագրի խոչընդոտն է համարում։ Ոչ, կտրուկ պատասխանում է Տեր Վրդանես Բաղալյանը, արցախցիների վերադարձի մասին միշտ պետք է խոսել ու բարձր ամբիոններից։ Պաշտոնյաները կրկին պարգևավճարներ կստանան, պետական մարմիններին 4.6 միլիարդ դրամ բաժանելու որոշումն այսօր է հաստատվել, 1 միլիարդով ավելի նախորդ տարվանից։ Բարձրաստիճան պաշտոնյաների, վարչապետի, նախարարների դեպքում խոսքը միլիոնավոր դրամների մասին է։ Մենք այսօր պետք է սկզբունքային կերպով պաշտպանենք այն Հայաստանը, որը ձևավորել ենք։ Կառավարությունը պետական աշխատողներին մինչև տարվա կես 4.6 միլիարդ դրամից կամ 12 միլիոն դոլարից ավելի պարգևավճար կբաժանի։ Եթե 2025-ի առաջին կիսամյակի արդյունքներով պարգևատրումներին 3.6 միլիարդ դրամ էր ուղղվել, ապա ընտրություններին ընդառաջ տարվա մյուս կեսի համար նրանց աշխատանքը էլ ավելի բարձր է գնահատվել։ Գումարն էլ կառավարությունը 1 միլիարդով ավելացրել է։ Փաշինյանի կաբինետն այսօր որոշումը միաձայն ընդունեց։ 4 միլիարդ 600 միլիոնը կառավարությունը կտա պահուստային ֆոնդից, իսկ պարգևատրումներն աշխատողները մինչև ընտրություններ կստանան։ Ընտրությունների նախօրյակին է այս ամենը լինում եւ սա արդեն այլ պատմություն է, որ բնականաբար ստանալով այդքան գումար, նրանք պետք է շնորհակալ լինեն դրա համար։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը ընտրությունների նախաշեմին աշխատանքի խրախուսման նոր ծրագրի մեջ քաղաքական կոռուպցիայի ռիսկեր է տեսնում։ Սա քրեորեն պատժելի առարկա, սա զուտ բարոյական իմաստով։ Արդեն պարզ է, որ այս ամենը երբ որ արվում է ընտրություններից առաջ, այսինքն անընդհատ այս երևույթը կար, այնպես չի, որ սա նոր է, խնդիրը մասշտաբների մեջ է։ Վերընտրության ձգտող վարչապետ Փաշինյանի տեսակետն այն է, որ միլիարդների պարգևավճարը հենց հակակոռուպցիոն քայլ է։ Այս մեխանիզմով ինչքան էլ ծանր քննադատությունների են արժանանում, մեր պետության հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն մի քայլ ենք անում։ Աշխատանքի գնահատման այս ծրագիրը պետական պարտքը գրեթե կրկնապատկած կառավարությունը անցած տարեվերջին ներդրեց։ Համալիրում մի քանի հազար պետական մարմինների աշխատողների հետ վարչապետի հանդիպումից հետո, որոշելով 2025-26 թվականների համար աշխատավարձից բացի նրանց նաև հավելյալ միջոցներ տրամադրել։ Ինքը Փաշինյանը չհաշված աշխատավարձը այդ հատկացումների հաշվին ըստ հետքի 12 միլիոն պարգևավճար էր ստացել։ Արդարադատության նախարարը 6-7 միլիոն դրամի մասին էր խոսել։ Մոտ 3 միլիոն ամանորի նախորդին ազգային ժողովի 107 պատգամավորների հաշվեհամարներին էր նստել։ Իսկ ով գիտի, որ պետական մարմնի, որ աշխատողը ինչի համար է պարգևատրվում։ Transparency International-ի փորձագետն ասում է, կատարողականի արդյունքները չեն հրապարակվում, ուստի չկա թափանցիկություն։ Բացի բարձր աշխատավարձից, որը անհրաժեշտ պայմանն է կոռուպցիան նվազեցնելու,
պետք է հաշվի առնել նաև թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության մեխանիզմների առկայությունը։ Մի քիչ կասկածում եմ, որ դա կա։ Ամենայն դեպս, եթե այդպես է, պետք է գոնե թափանցիկ ձևով մենք տեսնեինք կոնկրետ ինչի համար եղել է պարգևատրում։ Պարգևատրել բառը արժեզրկում է այս ձևով, եթե այսպես է արվում։ Վարչապետ Փաշինյանն այսօր երկար հիմնավորեց իր թիմի որոշումը։ Այդ ընթացքում շատ ուղիղ կապ տեսնելով պարգևավճարների ու ինչպես նշեց հաստատված խաղաղության միջև։ Այս ուղղությամբ ներդրումները իրենք բերում են լրացուցիչ արդյունքներ։ Ի վերջո, եկեք արձանագրենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նաև որոշակի համակարգային աշխատանքի արդյունք է։ Այդ համակարգային աշխատանքի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչքանով են մարդիկ իրենց աշխատանքի մեջ ոչ միայն մոտիվացված, այլև օբյեկտիվ պայմաններով ապահովված իրենց աշխատանքի վրա գեր կենտրոնացած լինելու։ Դեռ անցած տարեվերջին, երբ առաջին կիսամյակի միլիարդավոր պարգևավճարների սկանդալը պայթեց, Փաշինյանի թիմակից ազգային ժողովի նախագահը շատ ավելի կենցաղային բացատրություն ուներ։ Այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն։ Վերջին մի քանի ամսում պարգևավճարների վրա 21.5 միլիոն դոլարից ավելի ծախսած կառավարությունը այս տարի բյուջեի դեֆիցիտը փակելու համար մտադիր է եւս 1.4 միլիարդ դոլարի պարտք վերցնել։ Ընտրություններից առաջ կբարձրանա նաև աշխատավարձը Երևանի մանկապարտեզներում։ Այս որոշումն էլ այսօր ավականին է հաստատել, արժանանալով ընդդիմադիրների քննադատությանը, թե ընդամենը ամիսներ առաջ մերժում էին նույն առաջարկը, հիմա ինչ փոխվեց։ Ինչու եք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը հենց ընտրություններից 3 ամիս առաջ 15-ից 20%-ով բարձրացնում, ոչ թե ավելի շուտ։ Երևանի ավագանու ընդդիմադիրները հետաքրքրվեցին քաղաքապետից։ Տիգրան Ավինյանը դեռ փետրվարին էր այս բարձրացումների մասին իր ֆեյսբուքյան էջով հայտարարել, իսկ այսօր ավագանին ընդունեց նախագիծը։ Ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը սա քաղաքական որոշում որակեց։ Որտեղ արժևում ընտրություններ կան, եւ որպեսզի այդ մարդկանց սիրաշահեք կամ այդ մարդկանց սիրտը գրավեք, սա ձեզ թելադրվել է, որպեսզի բարձրացվի ու բարձրացվել է շատ սիմվոլիկ ամսում, էլի մայիս ամսի աշխատավարձը, որ բարձրացվել է, այդ մարդիկ ստանալու են հունիսի 3-ին, 4-ին, 5-ին եւ հունիսի 7-ին գնալու են ընտրության։ Սա հենց այնպես չի, որ մայիսին է բարձրացել, որը կարող էր, կրկնում եմ, կարող էր բարձրանալ հունվարի 1-ից եւ որը կարող էր բարձրանալ ավելի շատ եւ չկապվել ընտրությունների հետ։ Հասկանում եմ, թե ուր եք ուզում հարցը տանել, ասաց Ավինյանն ու ընդգծեց, որ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը 15-ից 31%-ով բարձրացրել էին նաեւ 2024-ին, իսկ 23-ին երաժշտական եւ արվեստի դպրոցների, մշակութային կենտրոնների ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձներ բարձրացել։ Բայց այսօրվա որոշման պատճառներից մեկն ըստ Ավինյանի առողջության ապահովագրությունն է։ Այս աշխատավարձերի բարձրացումը մեզ թույլ է տալու շատ եւ շատ մեր մանկապարտեզների աշխատակիցներին 200,000 դրամի շեմը անցկացնել եւ այս մարդկանց նույնպես ներառել առողջապահական ապահովագրության շրջանակում։ Ընդդիմադիր Արմենակ Դալաքյանն ինքն էր դեռ նախորդ տարեվերջին Ավինյանին դիմել, որ մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձը բարձրացվեր։ Ասաց՝ գրավոր մերժել եք։ Դրա համար եմ ասում, սա ձեզ թելադրված որոշում էր։ Եթե քաղաքական ղեկավարի կողմից, իմ կարծիքով, քաղաքական ղեկավարի կողմից թելադրված որոշում էր, որպեսզի ընտրություններից առաջ մարդկանց սիրաշահեք աշխատավարձ բարձրացնեք, ինչպես բարձրացվեց թոշակները թոշակառուների համար ընտրություններից առաջ, եւ թոշակն է քիչ բարձրացվել։ Եվ այս աշխատավարձերն է քիչ բարձրացվել։ Ավինյանն ու ավականու իշխանական անդամներն ընդդիմադիրներին թվերով էին հակադարձում, եռապատկել են քաղաքապետարանի սեփական բյուջեն, դրանով էլ այս ծախսերն են անում։ Թանկացումներով մտել եք մարդկանց գրպանը, գույքահարկ, կարմիր գծեր, աղբահանություն եւ այդպես եռապատկել բյուջեն, հայտարարեցին ընդդիմադիրները։ Երևանի ավականու Իմ քայլը խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հակադարձեց։ Դուք ժողովրդին չեք ճանաչում, որովհետեւ ձեզ թվում է, որ հայ հասարակությունը դեռ չի հասկանում,
որ ինքը հարկ է վճարում, որ այդ հարկով երկրում կամ քաղաքում որևէ բարիք ստեղծվի։ Ձեզ թվում է մարդիկ հենց դա չեն հասկանում, որտեղ դուք մնացել եք 2000-ականների մթնոլորտում, երբ որ 10,000 դրամ ընտրակաշառք բաժանելով մարդկանց ձայն էին առնում։ Ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամները մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ֆոնին իշխանականներին հիշեցրին։ Ասում էիք նախկինների օրոք 70 մանկապարտեզ է ուտարվել։ Քանիսն եք հետ բերել, հարցրեց ընդդիմադիր Մեսրոպ Մանուկյանը։ Այդ պոպուլիզմը անցել է 8 տարի դուք եք իշխանության։ Հիմա ձեզնից պատասխան ուզողը մենք ենք։ Ու մյուս անգամ չփորձվեք այդ դաշտը մտնել, որ մանկապարտեզները օտարել են։ Գնացեք հետ բերեք։ Կարողանում եք մի օրվա մեջ եկակառույց խլել, մանկապարտեզ չեք կարում, તો տվողին էլ, առնողին էլ մյուսն էլ։ Շուրջ 8 ժամ տևած նիստի ընթացքում ընդդիմադիրներն իշխանականներին քննադատեցին, հիշեցին չիրականացրած խոստումների մասին, արված աշխատանքի որակից դժգոհեցին։ Երբ որ ասում եմ ժողովուրդ, այս մարդը սարքել է Երևանյան լիճը խայտառակ, Նասենի այգու տոմետներն ու այդ այգու խաղարապարակը խայտառակ, 105 մանկապարտեզը խայտառակ, ձեր գործընկերներից նստած ինձ ասում են ով ասի, ամեն ինչ նորմալ է, բայց չտանեի քանդեի աչքը կողեի սաղի, որ ասե այս վիճակն է։ Իշխանականներն էլ գրազ եկան, որ հունիսին ԿՊ-ն նորից հաղթելու է։ Իսկ Աբինյանն ընդդիմադիրներին պարբերաբար խավարի մարտիկներ էր կոչում։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ձեր քաղաքական կապիտալը սպառելով գնալու եք ու ձեր տեղը գալու են այլ ընդդիմադիր գործիչներ, որքան որ դուք ստի վրա մանիպուլյացիաներ անեք, այդ խավարը փորձեք օգտագործել եւ լինեք այդ խավարի մարտիկները, ես ձեզ վստահեցնում եմ դրան դիմակայելու մեթոդները մենք շատ լավ գիտենք։ Վերադառնալով վարչապետի այսօրվա ասուլիսին, որի առանցքային թեմաներից դարձավ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների դիրք կառուցելու մասին հրապարակումը, չնայած պաշտպանության նախարարության հերքմանը, հետաքննող լրագրողները շարունակում են տեղեկությունը պնդել, վկայակոչելով արբանյակային նկարահանումները։ Նիկոլ Փաշինյանն ուղիղ պատասխան չի տվել։ Հայաստանն ու Ադրբեջանը իրենց ինքնիշխան տարածքներում կարող են իրականացնել այդ թվում ամրաշինական աշխատանք։ Այսպես է վարչապետն արձագանքում վերջին օրերի աղմկոտ թեմային, որ Հայաստանի տարածքում Բաքուն ամռանը նոր դիրք է կառուցել։ Այս մասին նախ հայտարարել էր Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Հետո փաստեր ստուգող լրագրողներն էին նույնը պարզել։ Պաշտպանության նախարարությունը սակայն հերքել էր, պնդելով, թե այդ դիրքը Հայաստանի տարածքում չէ։ Այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր տարակուսեց, ինչն է խնդիրը։ Ամբողջ խնդիրը դրանում է, որ կա հստակ սահմանագիծ, եւ գիտենք որտեղ է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունը եւ որտեղ չի Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի պետական մարմինների լիազորությունից դուրս։ Կառավարության ղեկավարին հարցրեցինք, երբ ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ամրաշինական աշխատանք իրականացնում են իրենց ինքնիշխան տարածքներում, նշանակում է, որ Բաքուն 2020-ից հետո Հայաստանի զավթած հողերում դիրքեր եւ այլ ենթակառուցվածքներ չի կառուցել։ Նիկոլ Փաշինյանը նախընտրեց ուղիղ չասել, որպեսզի ինչպես բացատրեց խաղաղությանը չվնասի։ Ես նախկինում այդ թեմային անդրադարձել եմ, որ մենք ունենք սահմանազատման հետ կապված խնդիրներ։ Ես չեմ կարող հարցը դիտարկել մի հարթության մեջ, որովհետև եթե ձեր հարցին արդարորեն պատասխանեմ, պետք է պատասխանեմ երկու կողմերի մասին։ Դրա համար դուք գիտեք ճշմարտությունը, ես մեկնաբանություն չեմ անում։ Հիմա փաստն այն է, որ երկուստեք մենք խուսափում ենք նման բաներից։ Հայաստանից տարածքներ օկուպացնելուց հետո ադրբեջանցիները ամրապնդվել են գրեթե բոլոր հատվածներում, պնդում է Միասնության թևեր նախաձեռնության ղեկավարը։ Արման Թաթոյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանը, որ կրծքին ամրացրել է Հայաստանի քարտեզը, առավել կարևորում է իր քաղաքական շահը։ Հենց դրա համար էլ հրաժարվում է խոսել ոչ միայն օկուպացված տարածքներից, այլ նաև դրանցում ադրբեջանցիների իրականացրած ինժեներական աշխատանքներից։ Հայաստանի իշխանությունը հանուն նրա, որ ասի խաղաղություն է եղել, որ ադրբեջանական ներխուժումների մասին չխոսի, հանուն նրա, որ հիմա քաղաքական ինչ-որ փորձի դիվիդենտներ շահել, այո, մեր տարածքները ստացվում է, որ զիջում է Ադրբեջանին, այս պաշտպանության նախարարության վերջին մանիպուլյացիոն հրապարակումը դրա մասն էր եւ հիմա կարծեք թե հետեւյալ process-ն է գնում, որքան չխոսենք, անտեսենք, մոռացության տրվի, հետո մեկ այլ ոչ մեկ չի խոսա դրա մասին։ Վարչապետն այսօր դարձյալ պնդեց, տարածքների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն սահմանազատմամբ։ Մոտ 2 տարի առաջ այս ամիսներին Տավուշի հատվածում Ադրբեջանին վերադարձվեց 4 գյուղ, որից հետո սահմանազատման այլ աշխատանք գործնականում չի արվել։ 3 ԵԽԽՎ
անկյունից վարչապետը պնդեց, եթե այդ որոշումը չկայացվեր, Հայաստանն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։ Սահմանազատման հանձնաժողովով այս հարցը չի լուծվելու։ Ինչու՞։ Այս աստիճան ամրացումներ, ոչ միայն դիրքերի նոր դիրքեր են կառուցում, ճանապարհներ, էլ դրանցում արևային պանելներ, հրաձգային ու խոշոր տրամաչափի կրակային կետերով եւ այլն, դուք որևէ ինչ-որ մեկը միամիտը կարող է գալ ասել սա ինչ-որ հանձնաժողովով լուծվելու է։ Իհարկե չէ, սահմանազատման process-ը կեղծիք է։ Սահմանազատման օրակարգից նորություն չկա, իսկ կա նորություն հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված համաձայնագրի ստորագրումից։ Դիվանագետները լուռ աշխատում են, ասաց Փաշինյանը։ Ինքը կասկած չունի, կգա այդ օրը։ Մակ ստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի։ Ստորագրման համար Ադրբեջանի նախագահն ասել էր Հայաստանը մեջբերեմ տնային աշխատանք ունի անելու։ Ալիևը նկատի ունի սահմանադրության փոփոխությունը եւ դրանից անկախության հռչակագրի հեռացումը։ Այդ փաստաթուղթը ըստ Ադրբեջանի տարածքային պահանջ է պարունակում իր նկատմամբ։ Նոր սահմանադրության տեքստը այս ամիս պիտի պատրաստ լինի։ Իսկ ինչ կլինի անկախության հռչակագրի հետ։ Նիկոլ Փաշինյանը այսօր վերահաստատեց դիրքորոշումը։ Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի եւ ասեմ ինչու, որովհետեւ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Այնքան էլ լավ նորություն վարչապետն այսօր չուներ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող թրիփ ծրագրի շուրջ։ Ասաց գոնե այսօր ԱՄՆ Իրան շարունակվող պատերազմի պայմաններում այն ամերիկյան վարչակազմի առաջնահերթություններից չէ։ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղություն հաստատվել է ոչ միայն թղթի վրա, այլև տեղում սահմաններին, այլևս կրակոցներ, զոհեր, կորուստներ չկան։ Ադրբեջանի նախագահը միաժամանակ հիշեցրել է, որ Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասել է նախ ուժով, դրանից հետո միայն քաղաքական միջոցներով։ Օրվա մյուս լուրերը Ազատության կայքում և սոցիալական ցանցերի էջերում կհանդիպենք։